Պարոն Արաքելյան, նախ սպասելի էր ապրելու երկրի համար, որ քաղաքացիական պայմանագիրը չէր մասնակցելու նիստին, վերջո համայնքում պետերում։ Դե իրանց որոշումն է, իրենք տենց ընդմիջումներում են միշտ նաև այս ամիսների ընթացքում նիստերի մասնակցում, չունենք մեկնաբանություն, մեր դեպքում մեր խմբակցությունը մեծամասնություն է կազմել եւ մեծամասնության կողմից ընտրություն է տեղի ունեցել այդ մասով իրենց որոշումն է, որովե այլ տեղեկություն չունենք։ Պարոն Արաքելյան, ինչ եք կարծում Ադրբեջանի կհաջողվի այս ճգնաժամային վիճակը, որտեղ ինչպես հասկանում ենք բախումները շարունակվում են ոչ այդպես սպանությունների ձևով, բայց ծեծ, գերեզմանակար ջարդել եւ այլն, կհաջողվի իրավիճակը հանդարտեցնել, աշխատել ավականու Մեր թիմի մոտ որևէ լարվածություն, որևէ խնդիր չկա, իհարկե մտահոգությունները բավականին մեծ են նաև համայնքի բնակիչների։ Ծանր է իհարկե Վալոձե Գրիգորյանի բացակայությունից հետո աշխատել, բայց նաև այն ծրագրերը, այն գաղափարները, որ ուներ Վալոձյան, դա մեզ պարտավորեցնում է ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենալ, ամբողջ թիմը կուսակցությունը նոր համայնքի ղեկավարի կողքին է եւ համայնքի բնակիչներին տրված բոլոր այն խոստումները, այն սպասումները, որ նրանք ունեն, իրականացվելու են։ Տեղյակ չեմ, իրավապահ մարմինների աշխատանքն է դա, այդ տեսանկյունից այս պահին մեկնաբանություններ չունեմ։ Տեղյակ չեմ ճիշտ ասած։ Այսինքն եղել է Գրիգորյանի թիմակիցների եւ Աղթոյանի։ Տեղյակ չեմ, տեղյակ եմ այնքանով ինչքանով մամուլ, տենց ինչ որ էական միջադեպ ամեն դեպքում համայնքի բնակիչների հետ առավոտյան զրուցելուց չեմ տեղեկացվել այս պահին, որովհետեւ լարվածություն չկա, բնական է, որ ինչ որ անձանց մոտ կարող է ինչ որ էմոցիոնալ ինչ որ վարքագիծ դրսևորվի, բայց իհարկե համայնքի մթնոլորտը ծանր է Վալոձե Գրիգորյանի կորստից հետո, բայց այն տպավորությունը, որ ինչ որ երկու կողմերի մեջ ինչ որ լավ, նախ այդ երկու կողմ հասկացությունը մի քիչ տես չափազանցրած է, առավելևս Մերձևան համայնքում Վալոձե Գրիգորյանի նրա ընտանիքի, նրա թիմի հեղինակությունը այնքան բարձր է, որ տենց ինչ որ թիմեր ասելու կարիք չկա, այնտեղ էլ եւ 25 թվականին եւ 21 թվականին 80%-ից ավել ցայն են հավաքել, հետաբար այդ ինչ որ ներթիմային լարվածության մասին խոսք չկա, կարող է հիմա գյուղում ինչ որ անհատներ կան, որ այլ վարքագիծ են դրսևորում, հույս ունեմ, որ եւպահ մարմինները դրանով կզբաղվեն, դա բացառապես իրենց գործառույթն է։ Ժողովրդները հայտարարել են, որ սպանությունը բացահայտված է եւ այնուամենայնիվ գոհացրեց այն նախաքննությունը եւ ընդհանրապես այս բացահայտումը դուք համարում եք լիարժեք իրականացված։ Ոչ, սպանությունը բացահայտված չէ, ենթադրյալ սպանություն կատարող անձի բացահայտումը կամ խոստովանական ցուցմունքները չի նշանակում հանցագործության բացահայտում, ակնհայտ է, որ եղել է կազմակերպված պլանավորած սպանություն եւ բազմաթիվ հարցեր կան, բազմաթիվ մտահոգություններ կան, որ իրավապահ համակարգը պետք է զբաղվի, ովքեր են աջակցել սպանությանը, ովքեր են կազմակերպել, հնարավոր է նաև պատվիրատուներ լինեն, առնվազն չեմ բացառում, որ կարող են նաև այլ անձինք տեղեկացված լինեն սպանության մասին, որովհետև իրավապահ մարմինների տրամադրված տեղեկատվությունը նաև խոսում էր այն մասին, որ սպանությունից մի քանի ամիս առաջ շվանից սկսվել էր նաև նախապատրաստական աշխատանքներ պլանավորում, ինչը մեզ մոտ բնական մտահոգություն է առաջացնում, որ առնվազն տեղեկատվության մակարդակով այլ անձինք նույնպես ներգրաված են, այդ ուղղությամբ իրավապահները մեծ աշխատանք ունեն անելու եւ մեկ անգամ եւս հորդորում եմ ավելորդ քաղաքական հայտարարություններ առավելևս դատարանի գործառույթ չիրականացնեն, հանցագործությունը կբացահայտվի, երբ որ կլինի դատարանի վճիռ։ Պարոն Արաքելյան, գալով ավականու այս նիստին, հնարավոր է այս բոյկոտը, որ չեն ներկայանում մյուս խմբակցությունները, ճգնաժամի վերի օրենքի տեսանկյունից կբարձրաբանեք, այսինքն լուծարվի նոր ընտրություններ լինեն, ինչ է։ Չէ, նման խնդիր չկա, Փառաքարամանքի ավականին բաղկացած է 21 անդամից, մեր թիմը ունի 12 մանդատ, որը մեծամասնություն է կազմում, ինչպես այսօր 12 ավականու ներկայությամբ տեղի ունեցավ նիստ, հույս ունեմ, որովհետև նախկինում եղել է հիմա ավականու անդամների մի մասը մյուս խմբակցությունների գալիս է, մի մասը չի գալիս, այսինքն տենց այս ընթացքում որ տենց կազմակերպված բոյկոտի դրսևորում չի եղել, հիմա ակնհայտ էր, որ ավականու կազմից համայնքի ղեկավարի ընտրության ելքը կանխորոշված էր, հաշվի առնելով, որ մեր թիմը ուներ մեծամասնություն, տրամաբանական էր, ենթադրում կարող է
այդ տեսանկյունից նիստին մասնակցելու ցանկություն չեն հայտնել, բայց ավականու աշխատանքների շրջանակներում այդ մարդիկ էլ իրենց ձայնն են ստացել, հուսով ենք կգան, բայց եթե նույնիսկ չգան, իրավական տեսանկյունից մեր թիմի մանդատները լիովին բավարարում են ավականու նիստերը անցկացնել եւ որոշումներ կայացնել։ Սակայն նրանց մանդատները բացակայելու հիմքով վերցնելու, զրկելու Ու այս պահին նման հարց չի քննարկվում, հույս ունենք իրենք կգան նիստերին, մեր նպատակը ավականու նիստերին համայնքի շահերից բխող որոշումներ կայացնել։